Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայաստան խմբակցության պատգամավոր և Դաշնակցության բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։ Տիկին Գալստյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, օգոստոսի 2-ին այս կիրակի մեկնարկում է 9-րդ գումարման ազգային ժողովը, առաջին նիստն է լինելու, դուք դարձյալ Հայաստան խմբակցության պատգամավոր եք լինելու այս խորհրդանում, ինչ ակնկալիքներ ունեք այս ազգային ժողովից։ Ակնկալիքները մի քիչ մեծ բառ էր։ Եթե անկեղծ ասեմ, ակնկալիք բառը չէր, այստեղ չէր սազի, որ օգտագործեի ակնկալիքները, գիտակցում ունեմ ես եւ նաեւ իմ գործընկերները, իմ ընկերները, որ ինչպես նախորդ գումարում շատ ծանր է եղել ամեն ինչ, եղել է դժվար, եղել է ծանր, մարտահրավերները թե մեր խմբակցության եւ հատկապես Հայաստանի Հանրապետության պետականության ուղղված մարտահրավերները եղել են շատ լուրջ, ճնշող մեծամասնությունը դեռևս մնացել է անհաղթահարելի եւ ունենալ ակնկալիքներ մանավանդ այս քաղաքական ուժի, քաղաքական մեծամասնության, ուրեմն պայմաններում մեծ ակնկալիք ունենալը կարծես թե շատ արդարացված չի, բայց մենք պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ ենք, նորից մեր մի մասը Հայաստան խմբակցությունը 12 պատգամավորով գնում է խորհրդարան եւ մեր ակնկալիքները նախ եւ առաջ պայմանավորված են մեզանից, պայմանավորված են մեր մարտավարությամբ, մեր ռազմավարական նպատակադրումները շարունակում են մնալ նույնը եւ պիտի հնարավոր ամեն ինչ անել, քաղաքական պայքարի բոլոր այսպես մեթոդներ օգտագործելով կարողանալ իրավիճակ փոխել եւ այդ իրավիճակ ասելով բնականաբար ես նկատի ունեմ եւ մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին համարժեք պատասխան տալը։ Մտածել թե հեշտ է լինելու, մտածել թե քաղաքական մեծամասնության վարքաբանության մեջ, պահվածքի մեջ, նրանց առաջնահերթությունների փիլիսոփայության կամ արժե համակարգի մեջ շատ բան է փոխվելու կամ առհասարակ կփոխվի գուցե հակառակը, այո, եւ գուցե հակառակը, այդպես քաղաքական միամիտ պետք չի լինել քաղաքականապես նշանակում է լավ չպատկերացնել վիճակը, եթե մտածել թե ինչ որ բան պիտի փոխվի նրանց վարքի մեջ, բայց մենք ունենք մեր առաջնահերթությունները, մենք ունենք մեր օրակարգը, քաղաքական նոր ուժ է հայտնվել խորհրդարանում, քաղաքական կշիռը մի փոքր փոխված է քան նախորդ գումարման ժամանակ, քան 8-րդ գումարման ժամանակ, եւ մենք ունենք նաեւ այն վստահությունը, որ քաղաքական այս նոր կոնֆիգուրացիայում մենք կարողանանք ուժեղ Հայաստանի հետ հանրային երկխոսության, այսպես կարևորության պայմաններում կարողանանք առաջ տանել մեր օրակարգերը եւ ամենակարևորը ես կարծում եմ եւ սա կիսում է մեր ամբողջ խմբակցությունը, մեր մոտեցումն է, որ պիտի շարունակենք հանրային երկխոսությունը։ Տիկին Գալստյան, դուք ասացիք, որ կառուցվածքային առումով փոփոխություն կա, այո, ընդդիմադիր ուժերից մեկը փոխվել է, թեև նույնպես շարունակում է երկու ընդդիմադիր ուժ լինել, համամասնությունն է մի փոքր փոխվել, որովհետեւ ընդդիմադիր պատգամների թիվը, սա բովանդակության վրա, ընդդիմության գործունեության բովանդակության վրա ինչ ազդեցություն է ունենալու եւ ակնկալիք ասելով առաջին հերթին ես նկատի ունեմ հենց ձեզնից, ձեր ընդդիմադիր գործունեությունից ինչ ակնկալիք ունեք, ինչ լծակներ հնարավոր է ձեզ տրվեն, որ նախորդիվ չեք ունեցել, եթե կարող ենք նաեւ ինչ որ առումով տարբերությունները նշել, որովհետեւ հիմնական քննադատությունը, որը ուղղվում է ընդդիմությանը, հենց դա է, որ տեսանք 5 տարի ընդդիմությունը խորհրդանում ոչինչ չէր կարողանում անել, հիմա ինչ է փոխվել, որ նորից ուզում եք խորհրդարան գնալ, ինչով է տարբերվելու, այս տարբերությունների վրա էլ շեշտադրում կատարենք։ Շատ լավ, սիրելի Անահիտ, ես իրականության մեջ չեմ ուզում համաձայնել այն գնահատականին, հասկանում որ դա ձեր անձնական գնահատականը չէ, որտեղ շատերն են հնչեցնում միևնույն է ոչինչ չի փոխվել եւ ինչ է փոխվել, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ։ Թեկուզ այն համամասնությունը, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, մոտավորապես 60-40 կամ ուրեմն հարաբերակցությունը, որ մենք խորհրդարանում ունենք, սա խոսում է այն մասին, որ Հայաստանում այնուամենայնիվ ոչ ամբողջական, ոչ մեր ցանկալի մակարդակում հանրային արթնացման մի ընթացք ունի։ Եթե մենք գումարենք ընդդիմադիր քաղաքական ուժերին տրված ձայների ամբողջ քանակը, ոչ միայն մեր, ոչ միայն ուժեղ Հայաստանի, այլ առհասարակ ընդդիմադիր քաղաքական ուժերի ուրեմն հավաքած գումարը դա մոտավորապես 640,000-ի շուրջ չէ, ընտրողների ձայնի մասին է խոսում, որը իշխող քաղաքական ուժի հավաքական ձայնից ընդամենը մի 100,000-ով է պակաս։ Իհարկե շատ լավ պիտի լիներ, որ
ընտրությունների մասնակցությունը 60% եւ ավելի լիներ այդ դեպքում կոնֆիգուրացիան բոլորովին այլ կլիներ։ Եկեք նաեւ նկատի ունենանք ամենակարևոր խնդիրը, որ այսօր ձայնագողության արդյունքում խորհրդարանում չի հայտնվել երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժը եւ դա ավելի քան ակնհայտ է թե ոչ իրավական ռեպրեսիվ գործիքակազմի արդյունքում մենք ինչ պատկեր ունեցանք խորհրդարանում այնպես որ գիտեք ինչ է փոխվելու ես համաձայն չեմ դրա հետ եւ մենք էլ համաձայն չենք այլապես եթե իսկապես մենք էլ մտածեինք որ միևնույն է ոչինչ չի փոխվելու մենք պետք է ուղղակի նստեինք մեր տներում եւ օգտակար խորհուրդներ տայինք ինչպես շատերն են անում սոցիալական ցանցերում ազգային ժողովը թե սահմանադրությամբ եւ ԱԺ-կանոնակարգով բազմաթիվ գործիքակազմով է օժտել քաղաքական ուրեմն փոքրամասնությանը, ընդդիմությանը, այդ բոլոր գործիքներից բնականաբար գործիքները օգտագործել մենք այնպես չի որ մենք նախորդիվ չենք օգտագործել թե միջազգային կառույցներում մեր աշխատանքը թե հանրության հետ խոսելը թե ամենակարևորը քաղաքական բովանդակություն դուք էլ այդ բառը օգտագործեցիք Եվ ես կարծում ենք, որ շատ կարևոր է այսօր քաղաքական բովանդակություն հասցնել հանրությանը։ Այս ընտրությունները չլուծեցին շատ կարևորագույն խնդիր, հանրային եւ քաղաքական ճգնաժամը լուծված չի եւ այն անդունդը, որ կար մեր հասարակության բևեռվածությունը, երկփեղկվածությունը, անհանդուրժողականության մթնոլորտը Սոցիալական բազմաթիվ խնդիրները, որոնք լուծում չեն գտնում եւ այսպես կառավարության շենքի առջեւ այսպես հերթափոխով սոցիալական տարբեր տնտեսական տարբեր խմբեր իրենց բողոքի այսպես ալիքն են բարձրացնում։ Այս ամենը խոսում է, այս ամենը վկայականն է այն բանի, որ հանրության հետ մենք էլ հանրության հետ խոսելու շատ բան ունենք, քաղաքական բովանդակություն փոխանցելու բան ունենք։ Եվ ամենակարևորը Հայաստանում բացակայում է քաղաքական երկխոսությունը եւ մենք պիտի կարողանանք առողջացնել մեր հանրությանը։ Չի կարող Քաղաքական երկխոսություն նկատի ունեք հասարակության հետ, թե քաղաքական ուժերի միջև երկխոսության մասին։ Քաղաքական երկխոսությունը նախ եւ առաջ հանրության հետ, բայց նաեւ քաղաքական լայն ուժերի հետ։ Ես բնականաբար նկատի ունեմ ազգային ընդդիմադիր դաշտի միասնական ճակատի ձևավորման, միասնական քաղաքական օրակարգերի ձևավորման։ Ես ճիշտ ասած այդքան լավատես չէ, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական խոհեմություն կունենա եւ այդ բոլշևիզմի վարքից քաղաքական բոլշևիզմ մենատերություն Հայաստանը խորացող մենատերության ռեժիմում է գտնվում, որտեղ կարծեմ այսօր հերթական անգամ կառավարության նիստից էլ ինչ որ հրահանգներ բաներ լսեցի իրավապահ համակարգին խոսել Հայաստանի մասին իբրև ժողովրդավարական հասարակության ժողովրդավարական համակարգի, որտեղ ասենք թե քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև առողջ երկխոսություն կա, այս ձեռագիրը թույլ չի տալիս այդ տեսակետը հայտնել, բայց մենք պարտավոր ենք խոսել մեր հանրության հետ, մենք պարտավոր ենք մեր քաղաքական բովանդակությունը այսպես կիսել եւ հանրային սեփականություն դարձնել այլ քաղաքական ընդդիմադիր ազգային բովանդակություն ունեցող քաղաքական ուժերի հետ որովհետև այն նորից եմ կրկնում ցավոք սրտի թե անվտանգային մարտահրավերները, թե սոցիալական, թե տնտեսական, թե հոգեբարոյական որևէ մարտահրավեր, որ մենք դիմագրավում ենք անցնող 5 տարիներին դրանք չեն լուծվել, հակառակը հեռանկարը շատ ավելի վախեցնող է եւ ամեն օր կարծես թե ոչ մի օր չի անցնում մեր հասարակական քաղաքական կյանքում, այսպես ասած բացասական իմաստաբանական կարգ։ Տիկին Գարասյան, ձեր ասածներին փորձենք ավելի դրվագային անդրադառնալ, նախ դուք խոսեցիք ձայնագողության մասին, որ այո, պետք է լիներ 3 ընդդիմադիր ուժ խորհրդարանում, հիմա մնաց 2-ը։ Արդյոք սա ընդդիմության թուլության պատճառով չէր Տիկին Գալստյան եւ արդյոք ընդդիմությունը եւ հատկապես խորհրդարան անցած 2 առաջատար ուժերը, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը բավականաչափ պայքարեցին, որպեսզի օգնեն, որ Բարգավաճ Հայաստանը նույնպես հայտնվի խորհրդարանում։ Ես այդպես չէի գնահատի, ես այդ գնահատականը չէի տա այդ գնահատականը, որովհետև թե դուք եւ թե մեր հանրությունը, ովքեր հետևում են այս քաղաքական process-ներին, ովքեր հետևում են համանդրական դատարանում մեր վիճարկման այդ ամբողջ գործընթացին, բոլորը նախ եւ առաջ պիտի ասեմ, նախ շնորհակալության պահն ասելու մեր փաստաբանական խմբին, թե մեր փաստաբանական խմբին, թե մեր գործընկեր ուրեմն մյուս քաղաքական ուժի փաստաբանական խմբին, խոսքով այնտեղ աներկբա, այսպես սևոսպիտակի վրա գրված իրավաբանական բացառիկ այսպես մի բան կար, հայց էր այնտեղ ձևավորված եւ մեր հասարակությունը մեկ անգամ եւս համոզվեց, թե ինչպիսի ճիշտ բառ կօգտագործեմ, բայց կներեք, թե ինչպիսի այլանդակ, անթույլատրելի ձեռագրով էր Հայաստանում խեղվել, այլասերվել
կարևորագույն իրավունքներից մեկը, ընտրության իրավունքը։ Իդեպ ասեմ, որ միջազգային դիտորդական առաքելությունները, միջազգային դիտորդական առաքելությունը, որի մեջ է ԱՀԿ-ի, ԵՄ, Միացյալ Առաքելությունը, դե գրեթե թե վարչական ռեսուրսի անընդունելի օգտագործմանները անդրադարձել էին նաև Հայաստանում ատելության խոսքի անթույլատրելի մակարդակին, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ վայրենաբարո հարձակումներին, զանգվածային լրատվամիջոցների հատկապես հանրային հեռուստաընկերության կողմից եթերի ոչ կողմնակալ օգտագործման եւ այլն, այսպես ախտորոշման մեջ նույնիսկ միջազգային դիտորդական առաքելությունը, որի վերջնական զեկույցը դեռ չի հրապարակվել, բայց այսպես նախավերջին կամ ամփոփիչ զեկույցին տեղյակ եմ դա հրապարակված է եղել, գնահատականները գրեթե օբյեկտիվ գնահատականներ էին եւ ես նաեւ պատիվ մեծ պիտի ասեմ, միգուցե նաեւ այլ քաղաքական ուժեր մենք աշխատել ենք այդ դիտորդական խմբերի հետ եւ շարունակ ներկայացնում ենք մեր միջանկյալ զեկույցները, փաստահավաք տեղեկություններ եւ այլն։ Նաեւ ասեմ, որ Սահմանադրական դատարանը եւս Սահմանադրական դատարանն այսպես մի խորամանկ տրուկ է դիմել, որտեղ երբ որ կարդում ես իրենց որոշումը նկարագրողական փաստարկման մասում, այնտեղ խոսում են թե ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման մասին եւ թե այն ռեպրեսիաները նախընտրական ամբողջ շրջանը քաղաքական ռեպրեսիաների 37 թվի ձեռագրով ենք մենք Հայաստանում իրականացրել մտել նախընտրական փուլի մեջ եւ Հայաստանի թիվ 1-ը, որը թիվ 1 ամբիոնի ցրանգները տալիս դատաիրավական համակարգին խոստանում էր բանտերը նետել, չգիտեմ, հալածել, հյուծել, կեղեքել եւ այլն, այս մտնոլորտում են անցել ընտրությունները։ Եվ արդյոք մենք բավարար պայքարել ենք։ Ես կարծում եմ այո։ Իրավական դաշտում Տիկին Գալստյան, տեսեք, դուք ասում եք Սահմանադրական դատարան դիմեցինք, դուք շնորհակալություն եք հայտնում իրավաբաններին, շատ լավ, բայց փաստաբաններին, բայց ի սկզբանե էլ ձեզ համար ընդդիմության համար Սահմանադրական դատարանի որոշումը եւ ելքը կանխատեսելի էր եւ հատկապես ԿՀ-ի որոշումից հետո արդեն գրեթե բոլորին պարզ էր ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու։ Դա իրավական ճանապարհով պայքարը մղեցիք, ՍԴ-ն արձանագրեց, որ ընտրությունները կեղծված չեն եւ այդտեղ ավարտվեց պայքարը։ Խոսքս նաև փողոցային պայքարի մասին էր, շարժումներ գեներացնելու մասին էր, այսինքն ընդդիմության այդ ընդդիմադիր զանգվածի մոտ 60,000 ընտրողի ձայներին տեր կանգնելու մասին էր։ Գիտեք, չի նշանակում, որ այս քաղաքական process-ը այստեղ ավարտվեց։ Եթե մենք գնացինք խորհրդարան, մենք ուժեղ Հայաստանը, ընդ որում գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, քաղաքական կուսակցությունների ակտիվիստները ռեպրեսիվ գործիքի ռեպրեսիվ մեքենայի ներքո են եւ այսօր Գյումրիում շարունակվում են գալանավորումները եւ այլն երեք մեր գործընկերներից մեկը 2 ամսվա տնային կալանքի ուրեմն որոշում ընդունվեց եւ այլն բոլոր առաջնորդները ընդդիմադիր հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները կամ բանտերում են կամ ճաղավանդակների հետևում են կամ քրեական գործեր են կարվում եւ կարվում մենք քաղաքական գնահատականներ առածրագ գնահատականներ հնչեցնելուց առաջ պարտավոր ենք նաև այն քաղաքական միջավայրը, ինչի մեջ մենք ապրում ենք եւ մեր հասարակությունը պարտավոր ենք այդ գնահատականը տալ եւ այն նողկալի վախի մտնոլորտը, որ ամեն օր ներմուծվում է հասարակությանը մյուս կողմից էլ դեպրեսիվ մտնոլորտը, հուսահատության եւ անելանելիության մտնոլորտը, որը թեվածում է մեր հասարակության մեջ, դրանք նաև ջարդում են ընդդիմադիր պայքարները հնարավորինս, բայց սա չի նշանակում, որ մենք վերցրեցինք մանդատները, մենք մերժում ենք փողոցային շարժումը կամ չեն գիտակցում, որ այդ գեներացնելու խնդիր ունենք, մենք չենք գիտակցում, որ մեր ընտրազանգվածին ոչ միայն ընտրազանգվածին տեր կանգնելու, այլ ընտրազանգվածը մեծացնելու խնդիր ունենք եւ կարծում եմ այս գիտակցումով մոտենում են նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր են մոտենում եւ այո մենք չպիտի թողնենք որ առանձին քաղաքական ուժերը պարտվեն, ջարդվեն, բանտերում նետվեն գիտեք ես եթե ասեմ լռության պատը մի օր պիտի քանդվի չի կարող երկար տևել այս անթույլատրելի ինչ ասեմ 37 թվի կնախանձեր 37-ը, այն ինչ որ կատարվում է Հայաստանում 21-րդ դարում, ընդ որում ժողովրդավարության քողի ներքո, ուղղակի նողկալի է։ Հիմա դուք ասում եք ուղղակի նողկալի այդ բոլոր ռեպրեսիաները եւ այդ վերադարձը դեպի սովետական միություն եւ բոլշևիզմ Տիկին Գալստյան դուք նաեւ ասում եք մենք աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ նրանք արձանագրում են բայց մենք չենք տեսնում այդ արձանագրումները նույն եվրոպացի պաշտոնյաները գալիս են Հայաստան եւ ողջունում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը այսինքն նույնիսկ այստեղ Նիկոլ Փաշինյանը
ունի միջազգային կառույցների եւ արևմուտքի աջակցությունը։ Այդտեղ որտեղ է երևում ձեր աշխատանքը օրինակ։ Իրավունք ունենք այդ հարցը բարձրացնելու, որովհետև եթե ոչ մահացել, ապա միջազգային իրավունքը հաստատ հիվանդացել է, ինչի մասին ես խոսեցի նաև ԵԱՀԿ-ի 33-րդ խորհրդանական վեհաժողովում վերջերս, որ հագայում էր։ Եվ քաղաքական նպատակահարմարությունը ցավոք սրտի այսօր շատ ավելի կենսունակ է, նաև միջազգային ասպարեզում քաղաքական նպատակահարմարությունը, որովհետև աշխարհը քաղաքական կամ գեոպոլիտիկ, այսպես ասեմ, մեծ խաղի մեջ շատ հաճախ միջազգային ստանդարտները ավելի առաջին գիծ են գալիս, բայց սա չի նշանակում, որ առհասարակ հուսահատվել, ինչպես խորհրդարանի պարագայում հուսահատվել եւ չշարունակել աշխատել։ Եթե մենք ասենք թե Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ չաշխատենք, եթե չաշխատենք միջազգային կառույցների հետ, մարդու իրավունքների պաշտպանության կառույցների հետ, ապա շատ եւ շատ բանաձևերի արձանագրումներ մենք չենք ունենա։ Եվ դրանք շատ կարևոր են, որովհետև ոչ այս իշխանությունն է հավերժական, ոչ էլ ԵԱՀԿ-ի այսօրվա քաղաքական ղեկավարությունն է հավերժական, ոչ ԵԽԽՎ, որտեղ քաղաքական կոնյունկտուրան շարունակ փոխվում են, բայց դու այնուամենայնիվ ունես այն քաղաքական մի գործիքակազմ միջազգային դեռ գործող, որտեղ դու պատրաստում ես քո այսպես ասած քո кейսն ես պատրաստում եւ անհրաժեշտ ժամանակ դրանք օգտագործվում են եւ մենք շատ լավ գիտենք որ քաղաքական նպատակահարմարությունը այսպես կայուն մի վիճակ չի եւ մենք պարտավոր ենք շարունակ հնարավորինս բոլոր հարթակներում խոսել ինչպես մեր գերիների մասին որ շարունակում ենք խոսել եւ պահանջել մոնիտորինգային առաքելություններ մշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ բայց այսպես հուսահատվել նստել ոչինչ չանելը նշանակում է քաղաքական Ադրբեջանի քաղաքական օրակարգը դարձնել անկասելի։ Այո, ձեռքբերումներ ավելի քիչ են, քան մեր ջանքերը, բայց այսօր բայց մեծագույն խնդիրը այստեղ Հայաստանի պաշտոնական քաղաքականության հետ մեր քաղաքական խոսույթի, այո, դա մենակ դա չէ։ Գիտեք, շատ հաճախ երբ որ գերիների եւ այլ հարցերով մենք խոսում ենք միջազգային հարթակներում երկրորդ պահին այսպես ապտակի պես քեզ շփորտում են որ բայց Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն խոսում իրենց քաղաքական օրակարգում չկա մշակութային ժառանգության պաշտպանություն իրենց խնդիրը չի Արցախի մասին է խոսքը եւ դուք լավ եք հիշում որ անցյալ տարի Պորտոյում երբ որ ես կարողացա բանաձև տանել օրակարգ Հայաստանի պատվիրակությունը ոչ միայն մերժեց, չքվեարկեց, այլև հակառակ աշխատանքներ տարա, որ այլ պատվիրակություններ չանեն, բայց սա միևնույն է չի նշանակում, որ մենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր ռեսուրսները, ինչպես միջազգային դատարաններ եւ այլն չպետք է օգտագործենք եւ թեկուզ փոքր քայլերի ճանապարհով հասնենք արդյունքների։ Այսինքն մենք հասկանանք, որ անձամբ դուք շարունակել եք խորհրդանում միջազգային գործունեությունը, ինչպես հիմա ԵԱԿ խորհրդանական այո, շատ ցցուն, այսպես դրական արդյունքներ չունենք, բայց մերժել այդ աշխատանքը դիվանագիտական այսպես գործունեությունը, որտեղ խորհրդանական դիվանագիտությունը դիվանագիտության մի բաժինն է եւ չեք ընդունում այն մեղադրանքները, որ ասում են ընդդիմադիրները վոյաժների էին մեկնում իշխանականների հետ ու հիմա էլ շարունակելու են մեկնել։ Դա կներե կոպիտ պիտի ասեմ, դա ամենատգետ քաղաքական տգիտությունն է եւ գնահատական, որտեղ վոյաժը մի ուրիշ բան է, քաղաքական գործունեությունը խորհրդարանական դիվանագիտությունը մեկ այլ բան միգուցե այնտեղ պատգամավորներ կան որոնք չգիտեմ ինչ որ վոյաժների գնում են դա իրենց գործն է բայց ԵԽԽՎ-ում ԵԱՀԿ-ում միջխորհրդարանական վեհաժողովում մեր կայուն գործունեությունը նշանակում է լուսանցք ունենալ, օդանցք ունենալ խոսելու Հայաստանի ներքաղաքական խնդիրների եւ ընդհանրապես Հայաստանի անվտանգության ամբողջ համալիրի մասին, Արցախյան խնդրի մասին, մեր գերիների մասին, դա ուղղակի ես երբեմն դա վերագրում եմ չիմացության, երբեմն դա վերագրում եմ գավառամտության, երբեմն չարախոսության, բայց նաեւ մեր հասարակությունը պետք է տարբերի վոյաժը քաղաքական գործունեությունը։ Տիկին Գայաստյան, որոնք են Հայաստան դաշինքի, հենց Հայաստան դաշինքի առաջնահերթությունները լինելու այս խորհրդարանում, ինչ օրակարգով եք դուք գնում եւ որն է լինելու ձեր վերջնանպատակը։ Եթե եկեք հարցի վերջին մասին ասեմ, որովհետեւ դա ամենահեշտն չէ։ Վերջնանպատակը կասեք Փաշինյանի դա ամենադժվարն է եւ ամենաբազմաշերտը եւ ըստ էության նրա այս
նպատակը, որը իշխանափոխությունն է եւ իշխանափոխությունը բարձ աթոռների գրավել չի, խորհրդարանում, չգիտեմ, մանդատների թվի ավելացումը չի, կոն կառավարության մաս կազմելը չի։ Մենք պետք է կարողանանք հասկանալ հանրությանը, հասկանալի դարձնել, որ երբ որ մենք խոսում ենք իշխանափոխությունից, իսկ մեր վերջնական նպատակը, ռազմավարական նպատակը չի փոխվել։ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է եւ ազգային եւ պետական մտածողություն ունեցող քաղաքական լիդերություն, քաղաքական առաջնորդություն Հայաստանի համար կարողանալ Հայաստանը դարձնել կենսունակ պետություն, որտեղ մեր իրավունքները պաշտպանված են, թե ներքին խնդիրները եւ ամենակարևորը անվտանգային խնդիրները, որոնք այսօր լուծված չեն։ Ամեն 5 շաբթի դիտեք կառավարության նիստերը, դիտեք բրիֆինգները, այսօր էլ եք դիտել, դեռ կանդրադառնանք բրիֆինգին։ Դու հասկանում ես, որ Հայաստանում գնալով խորանում են մարդ հրավերները եւ շարունակում են անլուծելի մնալ։ Ուրեմն վերջնա նպատակը չի փոխվել, բայց դրան հասնելու համար 2-3 դաշտերն են շատ կարեւորում։ Առաջինը խորհրդարանի ինձեռած բոլոր հնարավոր միջոցներ օգտագործելու ենք, դրանք ինչու՞ չկարող են վերաբերել օրենսդրական գործունեությանը, բայց ամենակարևորը քաղաքական նոր բովանդակություն բերելն է եւ նաեւ կառավարության այսպես վերահսկողական գործիքները, որ ունի խորհրդարանը, դրանք շատ կարևորագույն գործիքներ են, վերահսկողական գործիքների կիրառումն ենք շատ կարևոր համարում եւ կարողանալ քաղաքական թիվ 1 ամբիոնը արժևորել, շատ ավելի մեծացնել մեր հասկացվածության, ես պիտի այսպես, ինչ ասեմ, անկեղծ լինեմ եւ ասեմ, որ անձնապես գոնե ինձ համար 12 մանդատը ես չեմ գտնում, որ արժանի էր այն 5 տարվա մեր գործունեությանը, որ մենք շատ հաճախ անվարան, անմնացորդ, ծանր պայմաններում 5 տարին բոլորովին հեշտ չէր, դուք եք դրա վավերագիրը եղել ինչ-որ իմաստով հետևել եք որպես լրագրող։ Այսինքն ըստ արժանվույնս չեն գնահատել ձեր գործունեությունը։ Ես այդպես եմ կարծում, որ մենք արժանի չէինք այս 12-ին, իսկապես։ Իսկ ինչու՞մն էր խնդիրը, Տիկին Գասյան, դուք ձեզ համար վերլուծել եք, այսինքն խնդիրը հասարակության մեջ էր, թե գուցե ձեր մեջ էր խնդիրը, որ այդպես եղավ։ Եթե ասեմ մեր մեջ էր միակողմանի կլինի, եթե ասեմ հասարակության մեջ էր դարձել միակողմանի պիտի լինի պատասխանը։ Ես այս մեր զրույցի ընթացքում ես ասացի, որ որպեսզի կարողանանք ճիշտ գնահատականներ տալ համակողմանի վերլուծելու եւ հասկանալու մեր հասարակությանը, հասկանալու քաղաքական միջավայրը, մարտահրավերները, աշխարհ քաղաքականությունը ամբողջովին հասկանալու։ Այդ դուք քիչ առաջ ասում եք հակառակ Հայաստանում խորացող բռնատիրական ռեժիմին, բայց ինքը կանաչ լույս ունի Եվրոպայից եւ այլից եւ գիտեք նաեւ մեր ինքնիշխանության ուղիղ եւ բիրտ միջամտությունը Թրամփի կողմից կամ Մակրոնի կողմից, երբ որ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ էր, հա, մեծ սամիթը եվրոպական մայիսին, այո, եվրոպական սամիթը եւ այդպես խառնվել, միջամտել կոպտորեն Հայաստանի ինքնիշխանությանը եւ ասել ինքը մեր փոքր եղբայրն է, ինչը արեցին Թրամփը մի քանի անգամ։ Թրամփը մի 2 օր առաջ հայտարարեց։ Ահա, եւ շարունակ կամ նույնը վերաբերում էր Մակրոնի ինտերվենցիային։ Բայց այսինքն նկատի ունեք, որ նա միջազգային աջակցություն դա է ազդում ընտրողի։ Դա եւս, ներողություն, դա եւս դրա համար ասում եմ բազմաշերտ է։ Մյուս կողմից Հայաստանում ռեպրեսիայի, վախի, կալանավորումների, հաշվեհարդարների, ատելության, թշնամանքի խոսքը, երբ որ մարդուն կարող են աշխատանքից հանել, կարծեմ Արմավիրի մարզի տնօրեններից մեկին ընդամենը Արցախի դրոշի համար, հասկանում եք, այս ռեպրեսիվ 37 թվի մթնոլորտում խոսել ընտրությունների ազատության, անկախության, ազատ կամ արտահայտության մասին, ուղղակի միամտություն է եւ նաեւ կեղծ խաղաղության տրոյական ձին, ես այսպես եմ ասում, խաղաղություն կոչված դիսկուրսը, որը վաճառվում է հայ ժողովրդին, ստի խարդավանքների վախի մթնոլորտում, երբ որ Հայաստանը կիլոմետրերով հեռու է խաղաղությունից, եւ այդ վաճառվող խաղաղությունը պատերազմի եւ խաղաղության այդ հակասությունը, հակադրությունը, որը շարունակ նետվեց, մեզ դիրքավորեցին իբրև պատերազմի քաղաքական ուժ, հավաքական ընդդիմությանը, չեմ ուզում այդ վուլգար բառապաշարը այստեղ օգտագործեմ, եւ մեր ամբողջ ընտրական ձայնը, որը հանուն Հայաստանն էր, Հայաստանի պետականությանն էր, կարողացան դիրքավորել որպես արևմուտքի եւ արևելքի հակամարտություն, ռուսականության եւ չգիտեմ արևմտականության, որը բոլորովին քաղաքական մեր կապարանոց, բայց լավ մշակված, այսպես տեխնոլոգիա էր, այնինչ հայ մարդը դուրս էր գալիս ընտրատեղամաս
իսկապես կայունության համար, արժանապատվության համար, իրավունքների համար, իրանվտանգության համար եւ իրական խաղաղության համար։ Եվ այստեղ եթե մենք շատ մանրամասն խոսենք թե մեր ընտրական ձայնը եւ նաեւ այն ամենայնի մոտավորապես մոտավորապես 45% ընտրություններին չմասնակցեցին, չէ՞։ Մենք չկարողացանք, դա ես համարում եմ թերություններից մեկը, չկարողացանք նաև հասնել ընտրությանը մասնակիցների թվի մեծացմանը, որը կարող էր կոնֆիգուրացիան փոխել։ Ի վերջո նաև մենք տեսանք, թե ինչպես նորից եմ կրկնում, ձայնագողությամբ, բացահայտ ձայնագողությամբ ընտրական կենտրոնական հանձնաժողովի ժամը 2-ի ուրեմն ընտրական պատկերի, երբ որ թողարկումը ուղարկի կասեցվեց, այս ամեն ինչի մասին է խոսում։ Այս քաղաքական կլիմայում խոսել ազատ արդար ընտրությունների մասին արդարացված չի։ Դուք ասում եք ազատ արդար ընտրություններ չկան, մյուս ուժերն էլ մեղադրում են, ասում են շատ լավ, եթե դուք գտնում եք, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, ինչու են ընդդիմադիր ուժերը, քաղաքական ուժերը մասնակցում այդ ընտրություններին, ինչու են գնում լեգիտիմացնում, ես հիմա հնչեցնում եմ այդ կարծիքը, այդ տեսակետը, որը նաև գոյություն ունի։ Ասում են միևնույն ընտրական ճանապարհով սпасել, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է իրական ազատ արդար ընտրությունների, դուք էլ իշխանափոխություն եք անելու, դա անհավանական է եւ հետեւաբար միակ ճանապարհը մնում է փողոցային պայքարը։ Ես շատ դրա հետ համաձայն չեմ կամ միգուցե ընդհանրապես համաձայն չեմ, որովհետեւ եթե մենք իսկապես մտածում ենք, որ ընտրությունները ոչինչ չի փոխվում, ես դրա հետ իսկապես համաձայն չեմ, որովհետեւ այս պահին մենք 4-5 ընդդիմադիր շարժումներ գեներացրեցինք, որի առաջնագծում Հայաստան դաշինքն էր, հայկապողական դաշնակցությունն էր, եւ ըստ էության մենք չէինք էլ մերժում, որ փողոցային շարժումը պետք է զուգորդենք եւ ուժեղացնենք այդ մեկ նաեւ մեր խորհրդանական պայքարով։ Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Թերագնահատել դրանց, թերագնահատել փողոցային շարժման, ընդդիմադիր քաղաքական ուժերի պայքարը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուղղակի անարդար պետք է լինի, իսկապես անարդար պետք է լինի եւ ի վերջո այս բոլոր մտնոլորտներում ես ասացի արտաքին ճակատի կողմից արևմտյան աշխարհի կողմից այս իշխանությունների աջակցությունը վախի, բռնությունների, քաղաքական հալածանքների, այսօր քանի քաղաքական բանտարկյալների երկիր Հայաստանում կարծում եք այդքան հեշտ է կարողանալ ազատ կամ արտահայտությամբ փոխել իրավիճակը, բայց սա չի նշանակում, որ պետք է նստենք տանը եւ ասենք միևնույնն է ոչինչ չի փոխվում պայքարը դադարեցնում ենք, ոչ, մենք չենք մերժում պայքարը, այսօր մենք չենք ուզում նաեւ ցնցումների տանել Հայաստանը լրացուցիչ ցնցումների եւ կարողանալ Հայաստանում ստեղծել այլևս անդառնալիության ինչ-որ մի մթնոլորտ, բայց նորից հավատում ենք, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի ճանապարհով մենք կարողանանք իր վիճակ փոխել, բայց նաեւ մեր հանրությունը ուզում եմ ոչ շատ թափանցիկ նաև ասել, որ նաև մեր հանրությունը պիտի կոտրի իր լռության, շատերի համար լռության այս ռեժիմը պիտի կոտրի։ Միթե նրանց դուր է գալիս մի մասին ժողովրդի գոնե մի մասին, ես այն 640,000 ձայները քաջաբար ընտրատեղամաս գնացած եւ ձայնին հավատացած մասի նկատի չունեմ։ Փաշինյանին ընտրողների հետ թե չմասնակցողների։ Թե Փաշինյանին ընտրողների հետ, որոնք չեն հասկանում, որ նրանք լեգիտիմացնում են Հայաստանի կործանման, պետականության գլխին կախված այդ մեծ հարցականը ցանցրացում են։ Գուցե սա է ընդդիմության թերացումը, որ այդ հատվածը չի հասկանում, որ օրինակ Հայաստանը կանգնած է նման մարտահրավերների Ես կարծում եմ չի կարելի միակողմանիորեն միայն մեղադրել ընդդիմությանը, բայց մենք իհարկե անելիք ունենք հասկանալի դառնալու քաղաքական բովանդակությունը հնարավորինս մեծ հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու, որ ինքը իր ապագայի համար, այսինքն հարցի լուծումը ոչ թե Հայաստանից հեռացումն է, որտեղ շատերն ասում են, այլևս չենք ուզում այստեղ ապրենք։ Մենք չենք ուզում հալածյալ դառնալ, չենք ուզում, որ մեր երեխաները այս փողոցային խուլիգանության, կենցաղային հանցագործությունների, ներքին անվտանգության, որտեղ մեր ամբողջ լրահոսը մարդասպանություններով, ինքնասպանություններով, չգիտեմ, անհանդուրժողականության եւ ժողովուրդ հոգեբարական մի նկարագրի, մի մտնոլորտում ապրում, որտեղ շատերի ապրելը չի գալիս այս երկրում։ Այդ քիչ առաջ գալիս է դեր տաղավար եւ ինչ որ մեկի հոդվածը կարդացի հենց դրա մասին, բայց դրա ճանապարհը ոչ թե հայրենիքից հեռանալն է, այլ մասնակից դառնալը։ Եվ նորից եմ կրկնում, նաեւ մեր հասարակությունը ինքը պիտի
Մեր միջոցով բնականաբար իսկ մեղքի բաժինը կամ պատասխանատվության բաժինը մեզանից մի կողմ չեմ նետում, բայց նաև հասարակությունը ինքը քաղաքացի դառնալու, պահանջատեր դառնալու իր մասնակցությունը բերելու, չլռելու, չհաշտվելու խնդիր ունի։ Երբ որ парքի, ասենք թե սենյակները, անկյունները կրթական հաստատություններից հեռացնում էին, դա մեր հիշողությունը, մեր արմատը, մեր ցավը, մեր ինքնությունը ջնջի քեզանից քո պատմությունը դու դառնում ես մանկուրտ, հիշողություն չունեցող ոչ մի բան։ Եվ դպրոցում ուսուցիչները հանդուրժում են, պատմության ուսուցիչները ինչ-որ նոր պատմություն են ներկայացնում երեխեքին եւ ասում, որտեղից ջնջելով մեր ազատագրական շարժում, ազատագրական պայքարը, բա այդտեղ ինքը մարդը, հայ մարդը, կրթված մարդը անելիք չունի։ Տեսեք, դուք շատ գեղեցիկ ձևակերպեցիք, գեղեցիկ նաև հայերենով ձևակերպեցիք ձեր վերջնանպատակը այս իշխանությունների հեռացումն է, դուք գտել եք այդ ճանապարհը Տիկին Գայաստյան, այսինքն դուք գիտեք այս անգամ ինչպես անել, որ այս խորհրդանը, այս իշխանությունը եւս 5 տարի չշարունակի իր գործունեությունը, հետո գնանք հերթական ընտրություններին ու վերջերս կարծիք կա ձևավորված, որ ընդդիմության, խորհրդանական ընդդիմության գործունեության միակ հիմնական ցուցիչը դա այն է Նիկոլ Փաշինյանը հեռացվել է իշխանությունից, թե ոչ, օրինակ նույն Արփինե Սարգսյանն էր գրառում կատարել, Արփինե Հովհաննիսյանը ներողություն, գրառում էր կատարել եւ նա ասում էր էական չի, քանի նախագիծ եղավ, ինչ եղավ, վերջնական գնահատականը դա այն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, թե ոչ։ Հիմա դուք գտել եք այդ նախ համաձայն եք այդ գնահատականի հետ թե ոչ եւ գտել եք ճանապարհը, ինչ եք անելու, որ 5 տարի նորից չշարունակվի այս իշխանության կյանքը։ Գիտեք, այսպես ասեմ, այնպես է դուրս գալիս, որ ես հավաքական ընդդիմության անունից պատասխան եմ տալիս։ Գոնե ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, հայ հեղափոխական դաշնակցությունն եմ ներկայացնում եւ դաշնակցության բյուրոյի անդամ եմ, մի քաղաքական ուժ, որին երբեք իր 136-ամյա պատմության ընթացքում չպայքարելու մեջ մեղադրել ուղղակի անհնար է։ Եվ մեր պայքարը միայն մարտական պայքար չի, պայքար այսպես միայն զենքի պայքարը չի, գաղափարական պայքարն է, արժեհամակարգի համար պայքարն է, մեր ինքնության ամբողջ պայքարը, հայոց պետականության համար պայքարը, մենք անգամ էլ հիշեցնեմ, դաշնակցությունը հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժն է։ Ես չեմ կարծում, որ այդ գնահատական չափորոշիչը ընդդիմության որևէ քաղաքական ուժի միակ չափորոշիչը հաջողելու կամ չհաջողելու կամ գնահատելու միայն իշխանափոխությունն է։ Այո, քաղաքական ուժերի վերջնանպատակը իշխանության հասնելն է, որը մեզ համար միշտ ցանկացած քաղաքական ուժի համար իշխանության համար պայքարն է իր գոյության իմաստը։ Եվ շատերը, որոնք նաև գնահատականներ են տալիս տեսաբանի, այսպես տեսականի գիտելիքներով եւ այլն, ու նաև ուզում եմ ասել, որ քաղաքական հարթակը երբեք օկուպացված չի եղել որևէ մեկ քաղաքական ուժի կողմից եւ ոչ էլ ուզուրպացված է եղել եւ ոչ էլ ծանրաբեռնված վերջացած դռներ բանալիները փակել գնացել են։ Քաղաքական հարթակը միշտ եղել է բաց։ Քաղաքական հարթակում տեղ զբաղեցնելու լավագույն տեղը նաև խորհրդանական ընտրություններն են։ Նրանք ովքեր մեզ կողքից հարևանցի քննադատում են, ես ոչ թե մերժում եմ քննադատությունը, բայց նաև ուզում եմ, որ մեր հասարակությունը եւ նաև քննադատողները ու նաև շատ հաճախ քաղաքական ուժեր ներկայացնող մարդիկ են մեզ քննադատում, ուզում եմ ասել, որ քաղաքական պայքարի հարթակը միշտ բաց է եղել, քաղաքական գործիքակազմից ինչպես մենք ենք բանտերի դուբինկաների, հիվանդանոցների, քրեակատարողական հիմնարկների 5 տարի մեր մանդատը մաշել ենք այս հիվանդանոցներում, քրեակատարողական հիմնարկներում, խորհրդարանում եւ այդ կարմիր գծերը հատված միջավայրում, շատ հաճախ անբարո միջավայրում, ատելության խոսքի եւ բռնության իրականության մեջ այդ միջավայրը քաղաքական միջավայրը հաստատվելու համար բաց է եղել բոլոր քաղաքական ուժերի համար, այնպես որ բոլորն էլ կարող են պայքարեն եւ կարողանալ փոխել այս մեր ճակատագիրը։ Մենք այո մեր նպատակներում նահանջ չունենք, բոլոր գործիքները օգտագործելու ենք, ինչպես ասացի, թե սահմանադրությամբ եւ արժեկանոնակարգով նախատեսված գործիքները, օրենսդրական նախաձեռնություններից արտաքին ճակատ, վերահսկողական գործիքներ եւ ամեն ինչ որ հնարավոր է եւ դրան զուգահեռ նաեւ բնականաբար աշխատանքներ ենք տանելու միասնական ընդդիմադիր օրակարգերում միասնականություն ունենալու այդ ճակատ ազգային ճակատ ձևավորելու գոնե որոշ օրակարգերի շուրջ գոնե պայքարի բոլոր դասական ինչ ասեմ պատմությամբ արձանագրված միջոցները պիտի օգտագործենք բայց եթե կան այլ քաղաքական ուժեր որոնք ավելի լավ բանալիներ ունեն իրավիճակը փոխելու ես կարծում եմ թողանեն
մենք միայն ուրախ կլինենք, որտեղ դա կլինի պայքար հանուն Հայաստանի եւ մեր պետականության եւ մենք միշտ բաց ենք մեր քաղաքական ուժը Հայաստան դաշինքը մեր քաղաքական ուժը դաշնակցությունը մենք միշտ բաց ենք երկխոսելու բոլոր ազգային քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգում Հայաստան պետականության կենսունակությունն է։ Տիկին Գասյան, մեկ թեմայի շատ կարճ անդրադառնանք, քանի որ ասացի Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցին էլ կանդրադառնանք, ճեպազրույցի հիմնական մեխը թեման վերաբերում էր ԵԱՏՄ-ին։ Հիմա գիտենք ինչ վիճակում են տնտեսությունը, սահմանափակումները եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դա ԵԱՏՄ-ի խնդիրն է։ Ասում է ԵԱՏՄ-ն է կատված եղել, ԵԱՏՄ-ն չի գործում եւ սա նշանակում է ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Նաեւ մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը, որ Ռուսաստանը Հայաստանի հետ էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում, ասում է, մենք չենք կարող նրան տալ էքսկլյուզիվ հարաբերություններ։ Հայաստան Դաշինքը նախընտրական շրջանում եւ միշտ հանդես եկել կոմպլեմենտար քաղաքականության որպես ջատակով։ Այս իրավիճակում դուք օրինակ, եթե լինեիք իշխանության, դուք լուծումը գտնում եք, եթե Փաշինյանն ասում է մեզնից Ռուսաստանը էքսկլյուզիվ հարաբերություն է ուզում, հիմա հնարավոր էր եւ մերձենալ Եվրամիության հետ եւ նաեւ Ռուսաստանի հետ չթշնամանալ։ Ձեր գնահատականը սա։ Դուք ես լսում էի ուրեմն հատվածները, այս բրիֆինգից հատվածները էի լսում եւ ցավալին գիտեք այն է, որ Նիկոլ Փաշինյանի եւ այս վարչախմբի, ասում եմ վարչախումբ եւ մի տեսակ չեմ էլ ուզում այդ բառը օգտագործել, որտեղ գիտեմ մեկ մարդու մասին է խոսքը, այնտեղ որևէ մեկը քաջություն չունի ասելու այս ինչ ես անում, այս բոլոր ձախողումները, նույնիսկ ձախողում բառը շատ նուրբ է ասած տապալումների, քաղաքական անհաջողությունների, Հայաստանը անորոշության եւ Հայաստանի գլխին բազմաթիվ սպառնալիքներ բերած մարդը ունակություն չունի գիտակցելու սեփական սխալները։ Երբեք, որովհետև այդպես էլ չհասկացա, որ Բրյուսել, Մոսկվա, Բրյուսել, Արևելք, Արևմուտք այս քաղաքական լարախաղացությունը թե ինչ ճակատագրական հետևանքներ պիտի ունենա Հայաստանի համար։ Եվ 2 օր առաջ կամ 3 առաջնորն են, հա, կարծես թե որ հեռախոսը վերցրել եւ զանգել էր եւ ես հասկանում եմ թե ինչ ծանր գնով գիտակցելով, որովհետև այո, Հայաստանում պայթուցիկ սոցիալական վիճակ կա։ Եվ Պուտինը նրան չէր շնորհավորել, բայց նա զանգեց։ Հա, բայց նա զանգեց, այո, եւ չի հասկանում, մարդը չի հասկանում, որ այդ լարախաղացությամբ, այդ բառերի շրջադասությամբ, ասում են քաղաքական ժուլիկությունը դիվանագիտություն չի։ Եվ չունեն ունակությունը հասկանալու, որ ինչ ասեմ, այնուամենայնիվ գերտերությունների հետ այդպես չեն խոսում եւ չի հասկանում, թե իր սեփական սխալները, իր քաղաքական սխալները, դիվանագիտական սխալները ինչպես հանգեցրեցին այս հանգրվանին եւ եթե հասկանան, նաեւ դրանց լուծման ճանապարհները պիտի գտնեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի սխալներն են պատճառը այս ծայրահեղ երկընտրանքի, որի առջև մեզ կանգնեցրել են, թե աշխարհաքաղաքական իրողություններն են այդպեսին։ Քաղաքականությունը հնարավոր է արվեստն է։ Եվ երբ որ դու փոքր պետություն պատերազմի մեջ եղած է պատերազմի վերքերը չապակինած պետություն, որի հետ խոսում են դեռևս պատերազմի սպառնալիքով, Արևմտյան Ադրբեջան խոսույթով դե մասին չխոսեցինք, որովհետև այլ թեմաներ էր, չհասցրեցինք, այո, երբ որ խաղաղությունը վաճառվում է ժողովրդին, որը դեռ ստորագրված չի եւ խաղաղություն մասին խոսողները շարունակ քեզանից հողային տարածքային պահանջներ ունեն, որոնք խոսում են էքստերիտորիալ միջանցքի մասին, որի զորքերը ջերմուկը եւ այլնը գրավել են եւ որևէ քայլ նահանջելու նշաններ ցույց չեն տալիս եւ սա վաճառվում է հայ ժողովրդին որպես ինքնիշխանություն, արտաքին քաղաքականությունը, որը կառուցված է միայն զիջումների վրա, զիջումներ աթոռ պահել, զիջումների դիմաց աթոռ պահել, բա ով է մեղավոր, եթե ոչ օրվա իշխանությունները։ Ալիևը քանի անգամ պիտի ասի, որ համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ որ այս արտահայտությունները եղան Փաշինյանի կողմից։ Այսինքն չընդունել, որ այս Հայաստանի այսօրվա կործանվող պատկերը այս քաղաքական ուժի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարած ապաշնոր արտաքին քաղաքականության արդյունքն է, նշանակում է ուղղակի լինել կույր, խուլ եւ չունենալ բանականության որևէ ռեսուրս։ Շատ լավ, Տիկին Գասյան, շնորհակալ եմ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան խմբակցության падգամավոր եւ Հույդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։